Ցանկացած պարագայում ճշմարտությունը հերքել, որպես ինչ-որ հարաբերություններ կարգավորել, դա ի սկզբանե ճիշտ չէ։ Ուրանալ անձնական պատմությունը ներկա շահերի համար դա նույնպես ճիշտ չէ։ Եթե Թուրքիայի հետ բարեկամանալը ուղղակի հարց մենք ուզում ենք բարեկամանանք, արդյոք Թուրքիան ուզում է բարեկամանալ մեր հետ թե ոչ, եթե ուզում է, ապա հարկ եմ համարում, որ Թուրքիան պիտի ճանաչի այն փաստը, որ 100 տարի առաջ տեղի ունեցել, ինչպես Գերմանիան ճանաչեց հրեաների պարագայում։ Сомневаться в этом – это очень важный вопрос. Это сегодня в ամբողջ աշխարհի սփյուռքահայության первого առաջի հարցը, որ գլխի մեջ ողնաշարի մեջն է հարցը, ինչպես կարելի հանել։ Поэтому я думаю, что этот вопрос исключительно политический корень. Может быть, как сказать, мягко скажу, может быть, это люди, которые думали вот это сделать, имеют вид маршрут какой-то новой экономической, странной, очень витиеватого маршрута, прорывного. Иначе я никак объяснить не могу. Այսօրվա Հայաստանի կառավարությունը ընդհանրապես հայկական չի ու հայանպաստ չի։ Ամեն ինչ անում է, ասենք, թշնամիների օգտին։ Մի անգամ մի գիտական սեմինարի ժամանակ ստեղ Մոսկվա իմ ելույթներ ես ասի, որ հայրը պետք է ամեն ինչ անեն, որ լինի հայի օգտին, այնտեղ մի քանի կազմակերպիչ այնպես վրես թռան, ես ասի, չհասկացա, ես ասի հայի օգտին պետք է լինի, դուք դեմ եք, որ հայի օգտին եղնի։ Այսինքն այդ process-ը վաղուց կատարվում է թուրքական հատուկ ծառայությունների կողմից վճարված մարդկանց գործունեությունը վաղուց է կատարվում հայ ազգի մեջ։ Ու դրա համար մենք այդ ամեն ինչ չհասկանալով սենց խառը վիճակների մեջ ենք։ Իհարկե ոչ։ Իսկ ինչի պետք է հնարավոր լինի։ Ում հաշվին, ինչի համար, ինչ վնասի, ինչ օգուտի համար, ով է։ Ինչն է մեզ առիթ տալի, որպեսզի գնանք այսօրվա քաղաքականությունը դա առևտուր է։ Մնացածները ձևեր են թափում, Տրամպը բաց անում եւ ճիշտ է անում։ Իսկ այդ առևտրի մեջ մեր օգուտը ո՞րն է։ Փաստն անուն է, որ պիտի արձանագրենք այն, մենք ուզում ենք արդյոք Եվրոպայի մեզ սպասում են, թե ոչ։ Մենք հավաքվել ենք մեր պարլամենտում, որոշել ենք, որ մենք ուզում ենք ինտեգրվել Եվրոպայի հետ։ Նույն բանը նույնն է, որ մենք տանացիներով հավաքվենք եւ որոշենք, որ ես այլևս BlackRock կամպանիայի անդամ եմ։ Չէ, իհարկե սարկազմից համար ներողություն, բայց դա իրականություն է։ Պատմությունը աշխարհական իրավիճակը ապացուցում է այն, նույն Վրաստանի, նույն Թուրքիայի պատմությունը կարող ենք նայել, որ տասնյակ տարիներ այդ պետությունները ցանկանում են ինտեգրվել կամ լինել Եվրո ընտանիքի անդամ։ Հաջողվեց նրանց։ Ոչ։ Հարց, ինչի ենք ուզում ինտեգրվենք։ Ինչի համար։ Իսկ մենք ինչ-որ բան ունենք տալու Եվրոպային թե ոչ։ Պարզ է, որ դա անհետեթություն է։ Բառից ուղի իմաստով, ես էլ չեմ ասում առանց Ռուսաստանի կամ առանց ԱՊՀ երկրների մենք ինչ կարող ենք անել, դա հարցը մյուս կողմն է։ Ինչ կարող ենք մենք առաջարկել Եվրոպային։ Ինձ թվում է ոչ մի բան։ Европейская интеграция, возможно, конечно, она и сейчас есть. Но если говорить, сравнивать, например, русская интеграция, гораздо больше почвы там, ментальной, всякой, и уже интегрированных гораздо позиций каких-то, гораздо больше. Գոյություն ունի ռուսական զարգացած կուլտուրական հանրություն, որոնց հետ մենք միշտ էլ ընկերություն ենք անել, բայց Եվրամիություն գնալը ճիշտ է։ Ու նույնիսկ եթե դառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկը, դա էլ է ճիշտ։ Եվրամիության անդամ Թուրքիան 100 տարի պայքարում է, թող դառնա, Ուկրաինան թող դառնա, մյուսը Վրաստանի խոստովին 10 տարի վերջում ինչ օին բերին գլխին։ Դարձավ։ Չկա դες ման, էսի սուտ սաղ ֆոկուս է։ Եվրամիությունն ինքն է այսօրվա լուծման առաջ։ Երեք չկարողացան նույնիսկ 20 միլիարդ դոլար հատկացնելու համաձայնության կան, որովհետև նույն տարբերակը ամեն երկիր ունի իր շահերը եւ այդ ամեն երկիր իր շահերի հետևից է կանգնած, ոչ թե Հունգարիան ասեց ես ոչ մի կոպեկ չեմ տալ, վերջ։ Հիմա մենք ուր ենք գնում։ Ում մոտ։ Ինչի համար։ Ինչից ելնելով, ինչ օգուտ ստանալու։ Առևտուրը, որը ըստ երևույթին այսօրվա քաղաքականություն իրականացնողները իրենց առևտուրն ունեն։ Իմ խորին
համոզմամբ եւ իմ վերջին տպավորությունն է, որ Հայաստանը ավելի շատ զգուշանում է իր անձնական ժողովրդից կամ արտաքին ուժերից, քանի որ տեսնելով թե նույն բանակի վիճակը, բանակի տեխնիկան եւ տեսնելով ոստիկանության ունեցած տեխնիկան հասկանում ես, որ այսօրվա մեր կառավարությունը ավելի շատ անվտանգությունը փորձում է ապահովել Հայաստանի ներսում, ոչ թե արտաքին ինչ-որ ուժերից է փորձում պաշտպանել։ Ասենք այդ թանգանոց մեքենաները, որ ոստիկանները պարեկներն են վարում եւ ունեն այդ սպառազինությունը, դրա փոքր իջ մասը մենք չենք տեսնում բանակում։ Միգուցե կա, որ մենք չենք տեսնում, բայց համենայն դեպս առերես է, որ ոստիկանությունը ավելի լավ է սպառազինված, քան բանակը։ Ամեն մի բյուջետ, ինչպես կար, ես ինչ կարող եմ ասել, ամեն մի բյուջետում անվտանգության հարցը 10 անգամ 100 անգամ ավելի առաջինը պիտի հաշվի երևի, բայց ես որպեսզի կոնկրետ բաներ ասեմ, ես պիտի գիտենամ, ով ինչ, ես այդ բարձր չգիտեմ, Հայաստան չեմ ապրում, к сожалению, извините, пожалуйста։ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որ Հայաստանը վերացնի։ Հայաստանի ամենամեծ թշնամին այսօր նստած է Հայաստանի կառավարության մեջ։ Դրա համար ասենք մտածել, որ Հայաստանը ապահովա, դա ցնորք է։ Մենակ ցնորքված մարդը կմտածի, որ Հայաստանը ապահով տեղ է։ Այն կազմակերպ ամենակարևորը կյանքում կազմակերպիչն է, կյանքի կազմակերպիչը։ Կյանքի կազմակերպիչը դա պետության ղեկավարն է։ Եթե պետության ղեկավարը այդ կազմակերպիչը դրված է նրա համար, որպեսզի Հայաստանը պարտվի, դուք ո՞նց եք մտածում Հայաստանը, ինչ զենք էլ բերեք, տալու են թուրքերին նորից։ Вообще դժգոհ ենք։ Մենակ ես չէ, սա երկիրն է դժգոհ։ Ով է մեղավոր։ Նիկոլը իր թիմով, կառավարությունը։ Հաշվի առնելով մեր աշխարհքաղաքական դիրքը եւ մեր պետության փոքրությունը եւ մեր ազգի սփյուռքով մեկ ծրվածությունը, բնականաբար Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պետք է ուղղակի քաղաքական իշխանություն, այլ ազգային իշխանություն։ Միայն ազգային իշխանությունը, ես համոզված եմ, որ 99% հայությունը աշխարհով մեկ, իսկ մենք գիտենք, որ գերագույն մեծամասնությունը հայ ազգի ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, բնականաբար ընկալում է Հայաստանի իշխանությունը որպես իր իշխանություն։ Այդպես է, բնականաբար, այսօր սահմանափակվել պետությունով, իշխանությունը սահմանափակվի միայն պետությունով եւ պետության հոգսերով, դա սխալ է։ На мой взгляд, такого никогда я не наблюдал, такого именно не многообразия мнений, а такого раскола политического, гражданского, народного раскола. Вот я считаю, что это время тяжелое, в первую очередь с точки зрения раскола. Раскол – это плохо. Много мнений – это, может быть, с демократической точки зрения хорошо, хотя нам и это не очень идет. Раскол – это проблема. Соответственно, անպիսի մի կառավարություն պիտի ունենանք, որը этот раскол исчезнет, чтобы все, подавляющее большинство верили, смотрели в рот этому այդ կառավարությանը։ Հայերից կազմված հայամետ։ Պետք է անպայման լինեն ինչ-որ հատուկ ծառայություններ կամ մարդիկ, որոնք հետևում են, որ հայերը լինեն Հայաստանում կառավարիչներ, ու բոլոր կաշառքով ընդունված պաշտոնակատար անձինք պետք է ազատվեն աշխատանքից անպայման, ու բոլոր աշխատավարձները, որը ստացել են, պետք է հետ տան պետությանը։